Եթերում Կիրակնորիա հերթապամասի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Հաղորդման սկզբում ներկայացնենք պաշտոնական տեղեկատվություն։ Նոյեմբերի 7-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց Եվրախորհրդի պատվիրակությանը։ Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման մանրամասները տեսանյութում։ Ողջունելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին ներքին գործերի նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։ Նախարարը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին, առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Վահե Ղազարյանը նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական եւ գործառնական փոփոխությունները, ինչը նպաստելու է թե ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ եւ պատասխանատու գործելավոճին։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլունեն եւ Բորյանա Աբերգը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար բարձր են գնահատել ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ 100,000 անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։ Հանդիպմանը քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Նույն օրը նոյեմբերի 7-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեցին զոհված ոստիկանների հիշատակին։ Նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը Վահե Ղազարյանը ոստիկանության զորքերի զորամասերից մեկում ոստիկանության զորքերի եւ զորամասի հրամանատարության հետ ծաղիկներ է խոնարհել նաեւ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, զոհվել է 71 ծառայող, իսկ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ, մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի։ Ոստիկանության զորքերի եւս 4 ծառայողներ զոհվել էին Քարինտակի մատույցներում նոյեմբերի 5-ին։ Փառք-հանուն հայրենիքի եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։ Թողարկումը շարունակենք քրեական քրոնիկոնով։ Գույքային հանցագործություններից նախ ներկայացնենք ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացահայտած երկու դեպք։ Հոկտեմբերի 24-ին կատարվածը կողոպուտ էր, իսկ հոկտեմբերի 26-ին գողություն։ Հոկտեմբերի 24-ին ժամը 22:30-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած մի տղամարդ հաղորդում տվեց։ Նույն օրը ցերեկը բջջային հեռախոսը գնելու նպատակով կապ էին հաստատել իր հետ։ Հանդիպել էին Կիևյան փողոցում, սակայն անհայտ անձը բացահայտ հափշտակել էր հեռախոսն ու փախել։ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Օրբելու փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին նա ներկայացել է Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Արաբկիրի քրեական հետախույզների միջոցառումները չսահմանափակվեցին այսքանով։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ 23-ամյա երիտասարդի հետ նշված հանցագործությունը կատարել են Արտի մարզի 20 եւ 21-ամյա բնակիչները, որոնցից 21-ամյա երիտասարդը հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 21-ամյա երիտասարդը եւս ներկայացվել է նախաքննական մարմին, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակցին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն։ Հոկտեմբերի 26-ին ոստիկանության ամփոփագրում տեղ գտավ մի հաղորդագրություն։ Նախորդ օրը ժամը 20-ից հոկտեմբերի 26-ի ժամը 10 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սունդուկյան փողոցի կիսակառույց շինությունից գողացել էր շինարարական գործիքներ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արաբկիրի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Ավան վարչական շրջանի 37-ամյա մի բնակիչ, ով հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնաբերվել գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք։ Դեպքի վայրի զննությամբ Գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Գողության մի դեպք էլ բացահայտել են Վաղարշապատի ոստիկանները։ Դեռևս մարտի 1-ին ահազանգ էր ստացվել ավտոտնակում ծագած հրդեհի վերաբերյալ, սակայն պարզվել էր, որ հրկիզում է այլ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով։ Միայն 8 ամիս անց քրեական հետախույզների հետևողական աշխատանքի արդյունքում գողությունը բացահայտվեց։ Մարտի 1-ի գիշերը ժամը 2:40-ին 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված VAZ 2101 և BMW մակնիշի մեքենաները, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էին, որ հրդեհից առաջ անհայտ անձը ապօյնի մուտք էր գործել նշված ավտոտնակ և գողացել թթվածնի բակերի ռետինե խողովակներ, ավտոմեքենայի մարտկոցներ, նվագարկիչ, ձմեռային անվադողերի երթևեկության շղթաներ, մեքենա բարձրացնելու սարքավորում և այլ գործիքներ։ Հետագա օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ավտոտնակից գողությունը կատարել էր Ոսկեհատ գյուղի 28-ամյա բնակիչը, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տարածքը։ Նոյեմբերի 2-ին նա ձերբակալվել տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացված իրերի մի մասը իր տանն է։ 28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ոստիկանության կարևոր գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը, որը համակարգում է քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը։ Համակարգումից բացի գլխավոր վարչության ծառայողներն իրականացնում են նաև կոնկրետ միջոցառումներ։ Հերթական նման հայտնաբերումը նոյեմբերի 9-ին էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի բնակելի մի առանձնատանը։ Հետագա միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին։ Այս տարվա հունիսի 19-ին ժամը 21:40-ին Գորիս բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել է Գորիսի Արցախյան խճուղում գտնվող ավտոտեղ սպասարկման կետում, վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում, վերջինիս մոտ ապօյնի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։ Հանգամանքները պարզվում են։ Հետախուզվողի վերաբերյալ ևս մեկ տեղեկություն քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Սիսիանի ոստիկանների հետ։ Հենց Սիսիանի բաժնի կողմից էր այս տարվա հուլիսի 14-ից հետախուզվում երևանցի 23-ամյա երիտասարդը, խափանման միջոցը կալանք։ Նոյեմբերի 9-ին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցի մի բնակարանում, ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին, իսկ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին Սիսիանում։ Ժամը 19:30-ին իսրայելյան Խանջան փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել վթար։ Միսիսյանցու վարած Նիսանը բախվել էր Անգեղակոտ գյուղի մի բնակչի VAZ 21043 մակնիշի մեքենային։ Վթարի վայրում մարդիկ էին հավաքվել և սկսվել էր վեճ, որը վերաճել էր խուլիգանության։ Հնչել էին հայհոյանքներ, խախտվել էր հասարակական կարգը։ Այդ ընթացքում վիճողներին էր մոտեցել նաև Մայրաքաղաքի 23-ամյա բնակիչը, որը խուլիգանության դրդումներով, կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ էր պատճառել Անգեղակոծի վարորդին ու նրա եղբորը, նաև վիճողներին բաժանող մի քաղաքացու։ Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության ուշադրության կենտրոնում է թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը։ Այս պայքարում իրենց ներդրումն ունեն ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Մի քանի բացահայտում ամփոփել ենք մեկ տեսաշարում։ Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Արաբկիրի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 2-ին։ Ժամը 14:40-ին Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 23-ամյա մի երիտասարդի։ Կասկածները հաստատվեցին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով 8 փաթեթ տեղնական աչավուն զանգվածներով։ Մոտ 4 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ էլ հայտնաբերվել է տեղանքի զննությամբ։ Երիտասարդը
ներկայացվեց Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Երիտասարդը խոստովանեց, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամյան ալիքի միջոցով։ Նոյեմբերի 5-ին երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արագածոտնի գյուղի Խաչմերուկում ապօրինի թմրանյութ պայելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության աշտարակի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 20 եւ 28 տարեկան երկու բնակչի, իսկ 28-ամյա երիտասարդի վարած Mercedes Magnus-ի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեքենայի բեռնախցիկի տուփում հայտնաբերվել է կանեփանման զանգված։ 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ այն թմրանյութ է եւ իրեն է պատկանում։ Նույն օրը Արագածոտնի պարեկները թմրանյութ պայելու եւ օգտագործելու կասկածանքով աշտարակի Վանի հերոսների փողոցում հայտնաբերել ձերբակալել ու իր վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել աշտարակի բնակիչ 54-ամյա մի տղամարդու։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 1-ին զննություն է կատարվել նրա տանը եւ մեքենայում։ Տնից իրավապահները հայտնաբերել են 400 գրամ, իսկ մեքենայում 10 գրամ կանեփանման զանգված։ Աշտարակցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, կանեփն ինքն է աճեցրել։ Նոյեմբերի 1-ին աշտարակի համայնքային ոստիկաններն ու Արագածոտնի պարեկները ճանապարհային ոստիկանության նախկին անշարժ հենակետի մոտ ապօրինի թմրանյութ պայելու եւ օգտագործելու կասկածանքով հայտնաբերել ձերբակալել ու իր վարած Mercedes-ով հանդերձ բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուտիչ, իսկ քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է կանեփանման զանգված։ Նոյեմբերի 1-ին Արագածոտնի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին լուսային անսարքության համար կանգնեցրել են Պարտիզակ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդի վարած Mercedes-ը։ Մեքենայից դուրս գալիս երիտասարդը գրպանից թղթե փաթեթ է նետել։ Ապօրինի թմրանյութ պայելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի վայրի զննություն է կատարվել։ Հայտնաբերված փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված կար։ Երիտասարդը հայտնել է, որ այն թմրանյութ է։ Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մեկ տեսաշարով ներկայացնենք նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների դեմ ոստիկանության պայքարի դրվագներ։ Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ին ժամը 19:30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են գազ 66 մակնիչի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խորանարդ մետր փայտանյութ։ 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառայատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը։ Գազ 66-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 38-ամյա տղամարդը ներկայացվել է Կապանի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման եւ բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայ-Անտառ ՊՕԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղ տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի կամազ ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խորանարդ մետր հաճարենու կոճղերով։ 27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաեւ 3 ուղևորները հայտնել են, որ Դսեղի տեղամասում բենզասղոցով հատել, ապա մասնատել են հաճարենիներ եւ բեռնել ավտոմեքենան։ Նրանք փայտանյութի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Փայտանյութով բեռնված կամազը անսարքության պատճառով հնարավոր չի եղել տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք, ուստի նշված վայրում նշանակվել է ոստիկանության վերակարգ։ 4 տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ավանդույթի համաձայն ոստիկանության անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելիս նաև պարգևատրվեցին տարբեր ծառայությունների գծով լավագույնը ճանաչված աշխատակիցները։ 2022 թվականի լավագույն փորձագետի մասին տեսանյութ պատրաստելու համար մեր նկարանող խումբը մեկնեց Կապան, ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։ Լավագույն փորձագետ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ ոստիկանության մայոր Գյորգ Հայրապետյանը։
Լավագույնին ընտրելիս հատուկ հանձնաժողովը հաշվի է առնում տեխնացուի կատարած աշխատանքի ծավալը եւ որակը փորձաքննության եւ դեպքի վայրի զննության ընթացքում։ 2022 թվականի լավագույն փորձագետ Գոռ Մկրտչյանի աշխատանքի ծավալը մեծ էր ու աչքի ընկավ նաեւ որակով։ Բերենք միայն մեկ փաստ, նրա մասնակցությամբ քրեական գործերով կատարված քննությունների արդյունքում որևէ դեպքով կրկնակի փորձաքննություն չի նշանակվել։ Սա հենց բարձր որակի ապացույց է։ 2008 թվականից ընդունվել եմ ոստիկանության համակարգ, որպես փորձագետ պաշտոն եմ զբաղեցրել Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքում։ Ընթացքում աշխատելով փորձագետի պաշտոնում հասկացել եմ, որ այն իմն է, դուրս գալիս է։ Ես կարող եմ այդ հաստիքը զբաղեցնել եւ աշխատել։ 2016 թվականին եռամսյա դասընթացներն ավարտելու արդյունքում ստացել եմ դատաձգաբանական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ կատարելու իրավասություն։ Բոլոր մասնագիտությունների նման փորձագետի աշխատանքում էլ կարևոր է փորձը։ Կրթությունից զատ տարիների հետ ձեռք է բերվում հմտություն, ինչին նպաստում են ստորաբաժանման մթնոլորտը, փորձը փոխանցելու ավագ ընկերների պատրաստակամությունը։ Շատ հմտություններ, ինչպես ինքն է հավաստում Գոռ Մկրտչյանը, ձեռք է բերել հենց աշխատանքի տարիներին, նաև ավագ ընկեր ու ստորաբաժանման ղեկավար Արարատ Նավասարդյանից։ Հատկապես երևաց իր աշխատանքի արդյունավետությունը 2016 թվականից երբ ստացավ համապատասխան փորձաքննություններ կատարելու իրավասություն, հատկապես ձգաբանական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը, որը շատ անհրաժեշտ էր մեր մարզի աշխատանքները կազմակերպելու համար։ Այս տարիների ընթացքում Գոռը ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալիզմ եւ հմտություններ, բայց այսօր էլ ցանկացած օր, ցանկացած ժամ երիտասարդական ավյունով մեկնում է դեպքի վայր եւ իր առջեւ դրված խնդիրները կատարում բարձր մակարդակով։ Ժամանակակից աշխարհում գիտությունը եւ տեխնիկան զարգանում են շատ արագ, գրականությունը, որով առաջնորդվում ենք, հնարավոր չէ այդքան արագ խմբագրել, ուստի մենք միշտ մեր աշխատանքի ընթացքում մեր ավագ եւ ավելի շատ մասնագիտական ստաժ ունեցող գործընկերների հետ խորհրդակցում ենք, փորձի փոխանակում ենք կազմակերպում, համացանցն ենք օգտագործում, փորձաքրեագիտական վարչությունում հաճախակի կազմակերպում են հավաքներ, որտեղ գնում ենք, մասնակցում ենք եւ նոր նյութերի հետ ենք ծանոթանում, որոնք օգտագործում ենք մեր աշխատանքը կատարելու ժամանակ։ Դեպքի վայրից վերցված հետքերն ու առարկաներն ունեն ապացուցողական մեծ նշանակություն, բացի այս փորձագետի հետազոտման արդյունքները հաճախ նպաստում են հանցագործության բացահայտմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ Գոռ Մկրտչյանի պրոֆեսիոնալ զննության եւ հետազոտման արդյունքում բացահայտվել են հանցագործություններ։ Այդպիսի մի դեպք էլ բացահայտվեց 2022 թվականի մայիսին։ Ավելի ճիշտ դեպք էր, թիրախ էին դարձել սրճեպ ավտոմատ սարքերը։ Հիշում եմ այդպիսի մի գործ, սուրճի սարքերից հաճախակի գողություններ էին կատարվում եւ մեկ հերթական գողության դեպքի ժամանակ մեկնեցինք դեպքի վայր, այդ սուրճի սարքի վրայից դուրս եկավ մատնահետք, որը պիտանի էր նույնականացման համար եւ որոշակի ժամանակ անց համընկնում տեղի ունեցավ եւ հանցագործությունը բացահայտվեց։ Աշխատանքի բերումով փորձագետները միշտ համագործակցում են այլ ստորաբաժանումների աշխատակիցների եւ քննիչների հետ։ Դեպքի վայրի զննությունը կատարվում է հենց քննիչի ղեկավարությամբ, փորձաքննությունները նշանակվում են հենց քննիչի կողմից։ Գոռը օպերատիվորեն արագ արձագանքում է դեպքի վայրեր մեկնելու մեր բոլոր հրավերներին, այսպես ասած։ Եզրակացությունները տալիս է հնարավորինս արագ եւ դա որևէ կերպ չի անդրադառնում նրա տված եզրակացությունների օբյեկտիվությանը եւ հենց իր աշխատանքի որակն ու արագությունը քննության հետագա ընթացքի համար մեծ նշանակություն է ունենում։ Փորձագետը համագործակցում է նաեւ տարածքային ստորաբաժանումների ու մարզային վարչության օպերատիվ աշխատակիցների հետ։ Թեև ես ու Գոռը երբ ճանաչում ենք
մանկուց Սիսիան համայնքում եք ծնվել մեծացել, սակայն որն ավելի լավ ճանաչեցի ես, երբ որ արդեն ոստիկաններ էինք երկուսս էլ, մեր մարզի բոլոր փորձագետները իրենց գործի վարպետն են, սակայն երբ որ մեկնում ենք դեպքի վայր եւ իմանում ենք որպես փորձագետ դեպքի վայր է գալու գոռը, մենք ներքին համոզմունք եւ վստահություն ենք ունենում, որ այս դեպքը նաեւ գոռի օգնությամբ անպայման բացահայտվելու է։ Համագործակցությունը մարդու էության մեջ է, ոչ միայն մասնագիտության բերումով, կյանքի բոլոր ոլորտներում է մարդ ապրում ու հաջողության հասնում համագործակցությամբ։ Տեսանյութը պատրաստելի շատերն էին ցանկանում նշել նաև Գոռ Մկրտչյանի մարդկային կողմերը, հավատացնում էին, որ նա լավագույնն է բոլոր առումներով, բայց դա դուրս է մեր թեմայից։ Ուստի մեզ մնում է միայն Գոռ Մկրտչյանին մաղթել նորանոր հաջողություններ ու ոչ միայն մասնագիտական կյանքում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, ցտեսություն։ Որ ասեմ սիրում եմ երկիրս, երևի ոչինչ ասած չեմ լինի։ Որովհետև ամեն օր կարելի է բազմաթիվ նման խոստովանություններ լսել, որոնք մնում են խոսք ու գործ չեն դառնում։ Իսկ գործել է պետք։ Ես այս միտքը հաճախ եմ ունեցել, երբ տեսել եմ տարբեր խնդիրներ, որոնք եթե լուծվեին, մեր իրականությունը շատ ավելի անհոգ կլիներ։ Ու երազել եմ, որ չլինեն դրանք, բայց երազելով որ խնդիրն է լուծվել։ Ես կարող եմ օրն այնպես կազմակերպել, որ ոչ մի րոպե իզուր չանցնի։ Սիրում եմ, երբ ամեն բան կանոնակարգված է, ու նկատում եմ, եթե շեղումներ են լինում։ Իսկ եթե փորձ արվի կանոններ խախտել, ինձ ծանոթ է նաև խստությունը։ Ես բարեկ եմ, այսինքն էլ լուրջ եմ բարկանում ու անցնում, երբ խնդիրներ եմ տեսնում։ Իմ գործը հենց անտարբեր չլինելն է, օգնելն է մարդկանց եւ թույլ չտալը, որ խանգարեն նրանց։ Եվ հիմա ես երկիրը միայն բառերով չեմ սիրում, այլ ուղղակի ներկայանում եմ ծառայության։